Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայք Դորոնց, բարև ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման կարևոր հարցի շուրջ քննարկում կազմակերպելու համար։ Մինչև հարցը ձեր թույլտվությամբ երկու բառով կարծիք առաջարկ ու դրա վերաբերյալ հարց հնարավորության դեպքում կուզենամ լսել բոլոր բանախոսների կարծիքը դրա վերաբերյալ։ Կապված այսօրվա իշխանությունը ապագայում հնարավոր իշխանափոխությունից հետ կապված, օրինակ իմ կարծիքով այսօրվա ընդդիմադիր դաշտում գործող քաղաքականների որևէ մեկը հիմնավոր չեն կարող իր պատկերացումները հիմնավոր լինեն արտաքին քաղաքականության հետ կապված, առնվազն դրանք կարող են ընդհանրապես լինել պատկերացումներ, ուստի դիտարկում եմ, որ թիրախային արժեքավոր կլինի ներքին խաղի կանոնների փոփոխության շուրջ փորձել կոնսոլիդացիա ապահովել ու դրա միջոցով իշխանափոխություն անել ու առաջարկս հետևյալն է, որ հաջորդ ձևավորվելիք որևէ կառավարություն պետք է ձևավորվի միայն ու միայն միայնա իշխանությունը սահմանափակող ընտրական օրենսգրքի եւ սահմանադրության համապատասխան փոփոխություններ իրականացնելու եւ շատ կարճ ժամանակում 1-1.5 տարվա ընթացքում պայմանական նոր ընտրություն կազմակերպելու համար։ Հիմա դրա հետ կապված հարցս բանախոսներին, օրինակ չեք կարծում դուք, եթե հնարավոր փորձ լինի կամ այդ ուղղությամբ աշխատանքներ լինեն հենց այդ հարցի շուրջ շատ ավելի հեշտ կլինի այս իշխանություններից ազատվելը, բայց ինչը շատ ավելի կարևոր է նմանի վերարտադրության անհնարինություն ապահովելը ապագայում ու միայն իշխանություն ասելով ինչի նկատի ունեմ դրա սահմանափակումը, որ փաստացի գործադիրի ղեկավարը լինի դա նախագահականի շրջանակներում նախագահան կամ խորհրդանականի շրջանակներում օրինակ վարչապետը պետք է հնարավորություն չունենա ինչպես նաև բանախոսները բարձրացրեցին իր մեծամասնության միջոցով ազդի խորհրդանի վրա ու նաև ինքը հնարավորություն չունենա սահմանադրական կարևորագույն պաշտոններում մարդկանց նշանակումներ եւ ազատումներ անել։ Խնդրեմ կարծիքը, արդյոք դա օգտակար կլինի իշխանափոխությանը թե չէ։ Շնորհակալություն, բավական լայն էր հարցը։ Խոսափողը դեր մոտ մեկն է, կարծում եմ կարող եք բոլորը պատասխանել, եթե ցանկություն ունեն, եթե ոչ, խնդիր չկա, այսպես կարող եք ձեր հերթով փոխանցել։ Պարոն Խաչատուրյան, ես հակիրճ կարող եմ ասել, որ ցանկացած հեծանիվ հայտնագործել իմ ընկալման մեջ չի տեղավորվում եւ եթե չկա որևէ այդպիսի մոդել, որտեղ ակնհայտ մի ուժ կարող է ստանալ մեծամասնություն եւ դա սահմանափակվում է օրենքով, դա կարծում եմ հակաքաղաքագիտական մոտեցում է, բայց ձեր հարցի վերջին մասը, որ որոշակի պաշտոններում նշանակումը, ազատումը սահմանափակված լինի եւ ինստիտուցիոնալ հիմքեր լինեն, դրանում միանշանակ համաձայն եմ, բայց ցավոք սրտի մենք տեսանք, որ դա էլ չի գործում։ Ես չգիտեմ, ել ինչ հիմքեր պետք է ստեղծվեին, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը մաքսիմալ անկախ լիներ, որովհետև այդ անկախությունը ոչ թե դրսևորվում է նրանով, որ քեզ չի ընտրել իշխող մեծամասնությունը, այլ դրսևորվում է նրանով, որ քեզ ընտրել է իշխող մեծամասնությունը, բայց դու հնարավորություն եւ իրավունք ունես եւ ռեսուրս ունես գնալու այդ իշխող ուժի դեմ այլ գործողություններ անելու եւ քեզ իշխող ուժը չի կարող անմիջապես ազատել քո կարգավիճակից։ Ես կարծում եմ իրավական առումով մեր բազան այս մասով օրինակ հստակեցված է, բայց փաստորեն այդ գործընթացները պետք էլ չէին, պետք էր մի մեսիջ, բայց WhatsApp-ով։ Շնորհակալություն, կիսելով պարոն Խաչատուրյանի տեսակետները, նաեւ նշեմ, որ ներկայումս մենք ունենալով խորհրդարանական հանրապետություն մեր խորհրդարանում ընդդիմությունը չունի բավարար լծակներ, նամանավանդ այն պաշտոնյաների նկատմամբ նշանակման հարցում, որոնք որ պետք է հենց նշանակվեն խորհրդարանի կողմից ու կարծում եմ այստեղ եւս անհրաժեշտ փոփոխությունները հնարավորություն կտան, որ ընդդիմության հետ առնվազն պայմանավորվելու եւ կոնսենսուսի գալու հարց լինի ու իրենցից կախվածություն լինի նմանատիպ շատ պաշտոնյաների նշանակման հարցերը ու իհարկե մենք նաեւ ունենք քաղաքական մշակույթը զարգացնելու խնդիր, որտեղ քաղաքացիների ներգրավվածությունը, մասնակցությունը, պահանջատիրությունը կլինի բարձր մակարդակի վրա, որը եւս ժողովրդավարության առանձնահատուկ չափանիշներից մեկն է եւ եթե կառավարությունը իմանա
խորհրդարանը իմանա, որ քաղաքացիները մասնակից են, վերահսկում են, ներգրաված են, ու նաև մենք որոշակի լծակներ հատկացնենք նաև այս դաշտում տարատեսակ ձևերով, եւս կարծում եմ իրենց ներգրավվածությունը որոշակի երաշխիք կապահովի, որպեսզի այս գործընթացները առավել զարգանան, նամանավանդ քաղաքականություններ մշակելու գործում, տարատեսակ աշխատանքներ իրականացնելու հարցերում։ Շնորհակալ եմ։ Անկեղծ ասած, այս հարցի մեծագույն մասնագետը ես չեմ, կարծում եմ, ու իմ տեսակետը երևի թե շատ սիրողական է լինելու, այնուամենայնիվ իսկապես օրակարգի շուրջ համախմբում, այն օրակարգի, որը դուք եք առաջարկում, ես իրատեսական չեմ համարում, որովհետև ես չեմ կարծում, որ հայաստանյան քաղաքական դաշտը, ընդդիմությունը կարող է միավորվել մի օրակարգի շուրջ, որը ընդամենը այսպես հնարավորություն չի տալու կայուն մեծամասնություն ձևավորել, հա, սա թե քաղաքագիտական նորմերին իսկապես համաձայն են պարոն Խաչակյանի դեմը եւ բացի դրանից էլ դա նաեւ մոտիվացիայի կորուստ է, այսինքն ակնհայտ է, որ ոչ մեկ չի ցանկանա գնալ մի process-ը, որը հետագայում սահմանափակելու իր ընտրելու եւ ընտրվելու հնարավորությունները։ Սա այսպես, բայց այն հանգամանքը, որ քաղաքական մշակույթի զարգացման խնդիր կա Հայաստանում եւ օրինակ անձի իշխանության սահմանափակումը ժողովրդավարության ինստիտուտների գործունեությամբ եւ ընդհանրապես ներքին բարոյականության նորմերի ընկալումներով անհրաժեշտ են։ Այստեղ նույնպես երկրորդ կարծիք լինել չի կարող։ Օրինակ Հայաստանում իհարկե չարչարված է այս խոսքս եւ կարծում եմ շատերդ եք այսպես լսել, բայց Հայաստանում օրվա իշխանության ղեկավարը եւ իշխանության մաս կազմած այլ այսպես դերակատարներ այնպիսի գործողություններ եւ հայտարարություններ են արել այս վերջին տարիների ընթացքում, որի համար այսպես ասենք, ժողովրդավար, հա, մեզ համար այդպես կալում ունեցող ժողովրդավարական երկրներում մի 67 անգամ հրաժարական էին տվել եւ ցկյանից որևիցե ընտրության չէին մասնակցել, ինչ որ մի խուլ գյուղում առանձնացել եւ այսպես խոզապուտությամբ էին զբաղվել, օրինակ, անգամ հուշերը չէին առնի երևի, էլի։ Բայց դե մենք հիմա պետք է շարունակենք կատարելագործվելը եւ կարծում եմ առաջիկայում կլինեն գործողություններ, օրինակ Վեհապար Հայրապետի հնարավոր Աստված մի արասե կալանավորումը, որի պարագայում 200 անգամ հրաժարական տված կլինեին։ Սա է մեր իրականությունը։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ճիշտ ասած չեմ կարծում, որ խնդրի լուծումը դա օրենսդրական փոփոխություններն են, չգիտեմ ինչ են։ Մի բան է, երբ որ ես խոսում եմ համանդրական կառավարման համակարգի փոփոխման մասին, դա այդտեղ սկզբունքային կետեր նշեցի, թե ինչու դա կարող է լինել ավելի հավասարակշռված, ավելի ժողովրդավարական, այսպես ասած, կառավարում ապահովող մոդել։ Կուզեմ Դավիթ Խաչակյանի օրինակը ավելի խորացնել, չէ, Քավլիցի։ Նայեք, իրոք ԲԴԽ-ի նախագահի պաշտոնը թվում է, թե օրենքով ապահովված է, որ անկախ պետք է լինի։ Արդեն 5-րդ ԲԴԽ նախագահն է, նախկին 4-ից ոչ մեկ իր պաշտոնավարումը մինչև իր ժամկետի ավարտը չի հասցրել։ Այսինքն նույն կամ այս 15 թվականի համանական փոփոխությունները, որ ընդունում էին, ինչ էին ասում։ Ասում են մեծացնում են ընդդիմության դերը պարլամենտում, պարլամենտին փոխնախագահի, խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի բան ենք տալիս, արտոնություն ենք տալիս, չգիտեմ ինչ որ հանձնաժողովների եւ գործում է դա։ Չի գործում։ Փոխնախագահի պաշտոնը թափուր է արդեն, չգիտեմ, տարիներ երևի։ Դրանք թղթի վրա թուղթը ինքնուրույն ոչ մի բան չի կարող ապահովել։ Պիտի ապահովի քաղաքական համակարգը, առողջ քաղաքական համակարգը, մրցակցությունը, քաղաքասարակության գոյությունը, մամուլի ազատ մամուլի գործունեությունը, այս բոլորը միասին պիտի գործեն, որպեսզի այդ հավասարակշռությունը ձևավորվի, որպեսզի այդ գրված օրենքների կիրարկումը երաշխավորվի։ Եթե չլինեն այս ինստիտուտները, չլինեն այս մեխանիզմները, սովետական միության սահմանադրությունը ամենաառաջադեմ սահմանադրությունն էր։ Իր ժամանակի համար շատ ավելի առաջադեմ էր, քան բոլոր ժողովրդավարական երկրների սահմանադրությունները, բայց արդյունք ինչ էր։ Այնպես որ ես կարծում եմ, որ մեր խնդիրը պետք է լինի նորմալ քաղաքական համակարգ ձևավորելը,
քաղաքական դաշտում համագործակցության մասով ես կարծում եմ, որ գոնե այս ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների հարցում այսօր պիտի բոլորը շահագրգռված լինեն։ Այստեղ հիմա պիտի հիշել այդ թեւավոր խոսքը, որ մի հարցրու ում մահն է գոժում զանգը։ Քո մահն է գոժում զանգը։ Եթե մենք տեսնում ենք որևէ մեկի իրավունքները այսօր խախտվում են, մենք պիտի կանգնենք այդ իրավունքների պաշտպանության դիրքերում, որպեսզի մեզ դա չհասնի։ Եթե սպասես, որ գա քեզ հասնի, արդեն ուշ է, ոչինչ չես կարող անել։ Այսքանը։